Հայաստան-Սփյուռք կապը խաթարված է ու վտանգված, ահազանգում են հայ նախաձեռնության անդամները։ Հայաստան-Սփյուռք գործակցության մարտահրավերները համաժողովին նկատում են, հատկապես 2020-ից հետո են այդ հարաբերությունները դարձել անկանոն ու խնդրաշատ։ Դեֆորմացիա տեղի ունեցավ հայրենիքի եւ Սփյուռքի միջև, որովհետև Հայաստանում իշխանությունները կամաց-կամաց սկսեցին որդեգրել այնպիսի քաղաքականություն, որը ըստ էության սեպ է խրում հայրենիքի եւ Սփյուռքի միջև։ Գործող իշխանությունն ասում են հնարավոր բոլոր միջոցներով փորձում է խարխլել այն ազգային ու գաղափարական հենքը, որը միավորում է Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայերին։ Մենք կարող ենք ընդհանրապես Սփյուռքը կորցնել, եթե սեն շարունակենք։ Առաջինը, որտեղ Սփյուռքը կշարունակի սառել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց երկրորդը, որը նույնիսկ ավելի ողբերգական է, Սփյուռքը կորցնելով ազգային գոյության իմաստը եւ ազգային գոյության խարիսխը Հայաստանի Հանրապետություն կսկսի տարալուծվել շատ ավելի արագացած տեմպերով։ Այն որ Սփյուռքում խնդիրներ կան, ակնհայտ է Իրանի հայ համայնքի հետ անընդհատ շփումներ ունեցող իրանահայ գրող Ժորժ Աբրահամյանի համար։ Ցավով է նշում իրավիճակն այնտեղ տխուր է։ Եթե դպրոցները մեկը մյուսի հետևից փակվում են, դա Նոր Ջուղայում եւ Տեհրանում, եթե Նոր Ջուղայում մի քանի դպրոցից մնացել ընդամենը մեկ դպրոց, եւ դա վտանգավոր չի, այսինքն դա չի նշանակում, որ մենք ինչ-որ մի բան չենք արել կամ սխալ ենք արել։ Հայաստանի իշխանությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք գերամիասնությունից արդեն խմբագրել է Արցախը պետական մակարդակով, բայց Հայաստանի Հանրության ու աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի համար այդ ձևաչափը գոյություն ունի։ Մեր ազգը միայն այս միասնությամբ կարող է իր առաջ կանգնած մարտահրավերները հաղթահարել եւ ծրագրերը իրականացնել։ Եվ այս տեսանկյունից իսկապես նաեւ այս նոր վիճակում Սփյուռքի ակտիվ դերակատարությունը համազգային խնդիրների լուծման գործում կարծում եմ երիցս կարևորվում է։ Այն բանից հետո, երբ Հայաստանում հասարակությունը կտրուկ բևեռացվեց, Սփյուռքում եւս իրարամերժ դրամատրություններ սկսեցին իշխել, դժվարացավ այնտեղ եւ Սփյուռքի հետ աշխատող կառույցների գործը, ինչ հետևանք կարող է ունենալ այս ամենը։ Հետզհետե Հայաստանը թուլանում է, որովհետև ինչպես ասում են, Հայաստանը մի բան է, որպես Հայաստանի Հանրապետություն իր 3 միլիոն բնակչով, եւ լրիվ ուրիշ բան է, երբ որ մենք հաշվի ենք առնում նրա շարունակությունը, որը Սփյուռքն է, որը 10 միլիոնանոց, 7-8 միլիոնանոց Սփյուռք կա, եւ Սփյուռքով Հայաստանը ավելի ուժեղ է իր լոբիզմով, քաղաքականության ոլորտում, իր տնտեսական հնարավորություններով, իր այսպես ասած հայկական աշխարհով, որը լրիվ ուրիշ երևույթ է, եւ մենք պետք է աշխատենք, որպեսզի վերականգնենք գոնե այդ հնարավորությունները Հայաստանի համար։ Իսկ դրան հասնելու ամենահավանական տարբերակը համաժողովի մասնակիցները համարում են իշխանափոխությունը։ Հայամետ, պետականամետ ու ազգային իշխանությունը միայն կարող է վերականգնել համերաշխությունն ու կապը աշխարհասփյուռ հայերի միջև, հանուն ուժեղ ու զարգացած Հայաստանի Հանրապետության։ Արփինե Թամրազյան, Աշոտ Ադումյան, Լրաբեր։